Ողջունում եմ արժանապատիվ սյունեցիներ, արժանապատիվ սիսյանցիներ, իսկապես իմ գործընկերներ Արտուր Սարգսյանի և Տարո Մինասյանի խոսքից հետո կարծես թե ավելացնելու բան չկա, բայց քանի որ այստեղ առաջին անգամ ենք հավանաբար առանց մեր գործընկեր Արտուր Սարգսյանի փաստացի ներկայության, չնայած խոսքը լսեցինք, իսկապես ուզում եմ իր օրինակով ցույց տալ, թե մենք ինչպիսի թիմ ենք եղել, ինչ գաղափարներ կրող ենք և ինչպիսի ճանապարհ ենք անցել, ոչ հեշտ ճանապարհ ենք անցել անցնող տարիներին։ Վերջերս առիթ եմ ունեցել Արտուր Սարգսյանի հետ խոսելու և իսկապես վերլուծում ենք մեր անցած տարիները։ Միայն իր օրինակով կարող եմ ասել, անցնող 5 տարիների ընթացքում գրեթե կեսը Արտուր Սարգսյանը անցկացրել է բանտախցում կամ տնային կալանքի տակ, մյուս 2.5 տարին կամ փողոցային պայքարում, կամ ազգային ժողովում կռիվ տալով, և դա մեր տեսակն է, ցավոք սրտի, անցնող տարիներին շատ մարդիկ հետ կանգնեցին պայքարից, ընկրկեցին դժվարություններ, բայց դա փաստ է, որ արձանագրում ենք, բայց Արտուր Սարգսյանը, մեր ամբողջ քաղաքական թիմը չի տրվել որևէ, այսպես վախի, որևէ վայրկյան հետ չի կանգնել իր անցած ճանապարհից, և երբ որ մեզ հարցնում են, բա ինչու պետք է մեզ ընտրեն, ես վստահաբար ասում եմ, որ մեր առաջնորդի գլխավորությամբ մենք այնպիսի թիմ ենք, որ կռիվ ենք տվել անցած տարիներին և շարունակում ենք մեր պայքարը։ Մեր թիմի անդամներն են Արտուր Սարգսյանը, Տարոնը Մինասյան, որ ինչպես ինքն էլ ասեց, գնահատվել, չի կարող հայի այս տեսակը հետ կանգնել ու հաղթանակ չկերտել։ Այստեղ տեսնում եմ բազմաթիվ մարդկանց, ովքեր այս տարիներին հավասարապես մեզ հետ, մեր կողքին կանգնած փողոցային պայքարի ժամանակ մեզ ուժ են տվել ու ես վստահ եմ, որ առաջիկայում այս գործը ուղղակի ավարտին ենք հասցնելու։ Այստեղ գալիս մի տվյալ աչքովս ընկա, որը իսկապես Սյունիքի պարագային բավականին մտահոգիչ է, մասնավորապես այն, որ վերջին տարիներին Սյունիքի բնակչությունը 20,000-ով կրճատվել է։ Դա բավականին մեծ թիվ է։ Եվ դրա հիմնական պատճառներն իհարկե ենք, թե ինչպես է իշխանասարում արդեն ադրբեջանական ներկայությունը մեր սուվերեն տարածքներում։ Բայց հիմա էլ մի ծրագիր են սկսել, որը ադրբեջանական ծրագիր չի, հենց այս իշխանությունների կողմից իրականացվող ծրագիր է դպրոցների փակման քաղաքականություններ են կառուցում, բայց ես հենց նոր մինչև դահլիճ մտնելը մեր հայրենակիցների հետ խոսում էի ու ասում էի, որ իսկապես մեծ մարտահրավեր է, երբ որ գյուղերում դպրոցները փակվում են։ Այդ ծրագիրը մենք միանշանակ կասեցնելու ենք, բայց դա որևէ կերպ չպետք է հանգեցնի գոյություն ունեցող դպրոցների փակման, որովհետև դա անուղղակիորեն բերելու է գյուղերի փակման, մարդաթափման։ Իսկ ինչպես ես ասացի, միայն վերջին տարիներին 20,000-ով նվազել են մեր բնակչությունը Սյունիքում։ Սիրելի ժողովուրդ, ես շատ երկար չեմ խոսի, միայն ուզում եմ ասել հետևյալը. ձեզանից յուրաքանչյուրը իսկապես այս տարիներին պայքարել է, հիմա այստեղ եք գաղափարապես, ես գիտեմ դուք ինչ եք մտածում և ինչ եք անելու, բայց հիմա մեզ լսող այլ մարդիկ, ովքեր կուզենային այստեղ լինել, բայց տարբեր պատճառներով այստեղ չեն, կամ մարդիկ ուղղակի, որ դեռ չգիտեն ինչ են անելու ապագա ընտրություններին։ Մենք պետք է շատ հստակ հասկանանք, որ սա ճակատագրական ընտրություններ են։ 21 թվականի արդյունքների հետևանքը եղավ Արցախի կորուստը։ 26 թվականին մենք պետք է պահպանենք հայկական պետականությունը։ Դժվար էր տարիներ առաջ նման հայտարարություն անել, որտեղ մտքներովս նույնիսկ չէր անցնում, որ հայկական պետականությանը հարված կարող է հասցվել։ Բայց ես գնում եմ այս ընտրություններին, որպեսզի մենք սահմանադրություն չփոխենք Ադրբեջանի պահանջով։ Մենք պետք է մասնակցենք այս ընտրություններին, որպեսզի մեր եկեղեցին չքանդվի։ Մենք պետք է մասնակցենք այս ընտրություններին, որպեսզի ադրբեջանական այս կեղծ բնակեցման նարատիվներով իսկապես իրականություն չդառնա, որտեղ մենք գիտենք, մենք պետք է մասնակցենք այս խորհրդանիշները, որպեսզի մեզ չստիպեն Արարատ սարին այլ կողմից նայել, ընդհանրապես Արարատ սարի մասին չխոսել։
մեր ինքնության պահպանման հարցը, մեր տեսակի պահպանման հարցը, գաղափարական պայքարը, ճակատագրական ընտրություններ են եւ թիվ 1 խնդիրը բոլորիս համար մասնակցել ընտրություններին, ում տեսնում եք հորդորեք միանշանակ մասնակցել ընտրություններին։ Մասնակցեն իրավիճակը փոխելու, ամբողջ աշխարհում տեսեք, իշխանության ամենահնարավոր տարբերակը փոփոխության այն է, երբ բարձր է լինում մասնակցելիությունը։ Հետևաբար առաջին հորդորս մասնակցել ընտրություններին, քվեարկել այնպիսի ուժի օգտին, ով անցողիկ շեմը հաղթահարում է միանշանակ եւ բնականաբար քվեարկել մեզ համար, որովհետեւ մենք տարիներ շարունակ ցույց ենք տվել ինչ արժեքների կրող ենք եւ որ որևէ բան մեզ չի կանգնացնելու մեր պետականությունը պահպանելու համար։ Շնորհակալ եմ շատ։